Գետերի մաքրման լայնածավալ աշխատանքներ Լոռիում, դրանք արդեն ավարտվել են, ժամանակն է ամփոփել այդ աշխատանքները նաև տաղավարում, այստեղ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Մելիորացիա Փակ բաժնետիրական ընկերության ղեկավարը։ Պարոն Միրոյան, նախ որ գետերի մասին է խոսքը, Հյուսային մարզում որտեղ են իրականացվել այդ աշխատանքները, ինչ ծավալով։ Շնորհակալ եմ հրավերի համար, ինչպես գիտեք, 2024 թվականին հորդառատ տեղումներով պայմանավորված Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցավ ջրհեղեղ, որը իր հետևանքները թողեց ինչպես բնակավայրերի, այնպես էլ ենթակառուցվածքների մասով, այսպես ասած անմասն չմնացին ջրային համակարգերը, այդ թվում նաեւ գետերը ել ավելի ծանրաբեռնվածին տարատեսակ ջրաբերուկներով։ Լոռու մարզում մասնավորապես ընտրվեցին թիրախային համարված 5 գետեր, Տեբետ, Փամբակ, Ձորագետ, Տաշիր եւ Շնուխ գետերը 2024 թվականի այդ աղետալի իրավիճակների հետևանքով առաջացած վնասները, ինչպես նաեւ 25 թվականի հնարավոր վարարումների ռիսկերը կառավարելու նպատակով կառավարության կողմից որոշում ընդունվեց, ըստ որի Ջրային կոմիտեի ջրային համակարգերի օգտագործման եւ պահպանության տեխնիկական հանձնաժողովի կողմից ուսումնասիրվեցին նշված գետերը եւ ընտրվեցին թիրախային թվով 13 հատվածներ եւ դրանք համարվեցին հրատապ մաքրման ենթակա։ Աշխատանքները, որպեսզի առավել հրատապ եւ մասնագիտական մոտեցում ունենար, վստահվեց տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության Մելիորացիա Փակ բաժնետիրական ընկերությանը։ Տարածքային առումով դա մոտավորապես քանի կիլոմետրի մասին է խոսքը։ Ես կարող եմ նշել ծավալային առումով շուրջ 185,000 խորանարդ մետր ծավալի հատված էր այն ընդգրկում եւ 13 թիրախային կետերից 8-ը ներառում էր Տեբետ գետի հատվածը, որտեղ հիմնականում շեշտը դրված էր երկաթուղու այդ հատվածները, որտեղ հեղումների հետևանքով առաջացրել էր երկաթգծի հիմքերի քայքայում։ Այսինքն գետերը փոխել էին որոշակիորեն իրենց հունները ու վերադարձնում եք նախ։ Այո, վերադարձվել են ամբողջությամբ նախքին իրենց։ Այդ բնույթի մասին պիտի խնդրեմ ներկայացնեք, հիմնականում ինչ բնույթի աշխատանքներ են իրականացվել։ Հիմնականում աշխատանքները իրականացրել են տեխնիկական հանձնաժողովի կողմից տրված առաջադրանքի հիման վրա, մաքրման աշխատանքներ իրականացրել ենք հանույթի կողալցմամբ, այսինքն կողալիցքը կատարել ենք այն հատվածներում, որտեղ գետը վարարման ժամանակ ողողել եւ տարել էր։ 8-ը ընտրված էր, ինչպես նշեցի, Տեբետ գետի մասով, 2-ը Փամբակ, 1 Ձորագետ եւ Շնոխ գետերի եւ մյուս վերջին տեղամասը Տաշիր քաղաքի շուրջ 6 կիլոմետրանոց հատվածներ, որից 3-ը քաղաքի հենց կենտրոնում էր, կենտրոնական հատվածում էր գտնվում, որը ամբողջությամբ տեղափոխել ենք համայնքի կողմից տրված աղբավայր։ Այ հենց դրա մասին էլ էի ուզում հարցնել, ըստ էության աշխատանքների ծավալը հաշվի առնելով ենթադրում եմ ուղիղ աշխատանք ու գործակցություն է եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս իմաստով այդ գործակցությունը ինչպես է գնահատում։ Շատ բարձր մակարդակ եմ գնահատում, բոլոր համայնքները, որոնց հետ աշխատել ենք, լուրջ աջակցություն են ցուցաբերել ընկերությանը, նաև իր լուրջ աջակցությունն է ցուցաբերել տեղի ջրօգտագործողների ընկերությունը իր ողջ անձնակազմով, մասնագիտական առումով մեր գործընկերները ամենօրյա ռեժիմով մեծ աջակցություն են ցուցաբերել։ Բնակիչներից ինչ արձագանք եք ստանում։ Բնակիչները շատ մեծ դրական արձագանք են ցույց տվել, որովհետև եթե սխալված չեմ լինի, վերջին անգամ մի քանի տասնյակ տարիներ առաջ է գետերը մաքրվել, այդ իսկ պատճառով էլ նաև հանգեցրել է այս աղետալի երևույթը, բայց պետք է նաև նշել, որ բնակիչներն էլ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը ջրային ռեսուրսների կառավարմանը, ջրային համակարգերի նկատմամբ, քանի որ ամեն անգամ երբ աղբ են նետում ջուրը եւ իրենց մտածելով ջուրը մեկ է կտանի, բայց չէ, ջուրը տանում է եւ միտեղ կանգնում է եւ դա էլ հենց խնդիրների հիմնական պատճառ է հանդիսանում, որտեղ գետը ծանրաբեռնվում է տարատեսակ աղբով։ Այս մեկը պիտի կարդամ, որովհետեւ Մելիորացիան իրականացնում է նաև կոլեկտորադրենաժային ցանցերի շահագործման եւ պահպանման ծրագիր, այս տարվա համար ինչ ծրագրեր են նախատեսված։ Այս տարվա համար նախատեսված է հանրապետության 4 մարզերում՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի եւ Լոռու մարզերում շուրջ 175.5 կիլոմետր կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման աշխատանքներ իրականացնենք։ Նշեմ նաև, որ կառավարության 2021 թվականի 1201 որոշման համաձայն ընկերությունը նաև իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, որի հավաքագրած գումարները նորից ուղղում է կոլեկտորադրենաժային համակարգերի, լրացուցիչ համակարգերի մաքրմանը։ Նախորդ տարի նշեմ, որ շուրջ 221 կիլոմետր կոլեկտորադրենաժային համակարգեր ենք մաքրել։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Տաղավարում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Մելիորացիա Փակ բաժնետիրական ընկերության ղեկավարը, քննարկում էինք Լոռիում գետերի մաքրման աշխատանքները։